Ամել Կարապետյանը ինչ խնդիր դրեց։ Հիշում եք Ռիոյի բացումից հետո, Ռիո մոլի բացումից հետո շատ քրիտիկա եղավ մեր հայրենակիցների կողմից, թե մենակ առևտրի կենտրոն եք բացում։ Խանութ եք բացում։ Ու նաև ճիշտ քրիտիկա էր, էլի, առևտրի կենտրոնները շատ լավ բան են, բայց որակական առումով մենք պետքա ուրիշ բան բերենք, ու այդ ժամանակ ինքը ինձ առաջարկեց, ասեց մտածենք ուղղություններ, առաջարկներ մտածենք, որ երկրում նոր ուղղություններ զարգանա։ Առաջի խնդիրը որ դրեց, ասես տեղական արտադրողի հետ մի մրցակցի, ընտրի լավ ոլորտ, որը որ նոր ոլորտ կլինի։ Հիմնական կմրցակցես մենակ ներմուծողի հետ, որպեսզի որակական ինչ որ փոփոխություն անես։ Առաջի առաջարկը արեցի մալուխների գործարանը, 2 տարվա ընթացքում ստեղծվեց ու շատ հաջող սկսեց գործել։ Ուզում եմ ասել, որ 100 ներմուծման մեջ, top 100 ներմուծման մեջ, իմիշելով անգամ top 20 ներմուծման մեջ մալուխները միշտ կային երկու։ Հենց մենք սկսեցինք արտադրել, մալուխները իջան top 50-ից ցածր 60, շատ քիչ է երկիրը ներմուծում։ Ուզում եմ բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, երբ դու քիչ ես ապրանք ներմուծում։ Դու այդքան քիչ դոլար ես ուղարկում դուրս, քո դրամը ավելի պինդ է լինում, քո երկիրը ավելի հարուստ է լինում։ Երկրի հարուստ լինելու միակ ամենակարևոր բաներից մեկը, գրավականներից մեկը, որ դու ավելի շատ արտահանես, քան ներմուծես։ Ու սա դրա առաջի քայլն էր։ Բարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ մենք կարողանում ենք երկրում պահենք ու մեր երկրի տնտեսական ակտիվությունը ապահովենք սրանով։